Հանայ ջան, ուղղակի ուզում եի ասել, որ մեր հյուրը արդեն տաղավարում է, բայց մաշկի մասին ենք խոսելու, այդ Մաշկի խնամքի եւ մազահեռացման նրբությունների մասին այսօր խոսելու ենք Venus մազահեռացման ստուդիոյի բժիշկ Աշխեն Դանելյանի հետ, ով արդեն մեր տաղավարում է։ Բարև ձեզ։ Ես տղամարդու կարգավիճակով ուղղակի լսեմ դες, հետարքի։ Նախ սեպտեմբեր ամիս է եւ շատերն արդեն վերադարձել են հանգստից վերադառնում են մաշկային գույնի փոփոխությամբ, տարբեր խնդիրներով կամ առանց։ Ինչ է առաջարկում Venus-ը այդ բaragում։ Այդ խնդիրների դեպքում ես մի փոքր խոսեմ մեր համակարգից, Venus-ը դա գերմանական բրենդ է, որը մոտ Գերմանիա 36 քաղաքներում կան, այդտեղ կոչվում են մազահեռացման ստուդիոներ, այսինքն ամբողջ Գերմանիայում մազահեռացումը կատարում է զուտ միայն Venus համակարգի միջոցով, որը բավականին էֆեկտիվ, բացարձակ անցավ եւ բավականին բարձր արդյունքներ տվող մազահեռացման մեթոդիկա է։ Մենք միակ ներկայացուցիչ ենք իրենք Հայաստանում։ Դա օգնում է ես մի փոքր խոսեմ համակարգի մասին, դուք շատ ճիշտ հարց տվեցիք, մեզ մոտ շատ են դիմում աղջիկներ տարբեր խնդիրներով, ներաճած մազեր, մաշկի գունային փոփոխություն, պիգմենտացիա, քանի որ իրենք տարբեր պրոցեսներ փորձելուց հետո, այսինքն օրինակ ոսկով հեռացումից հետո, դեպիլատոր կրեմներով, էպիլատորներից հետո մաշկը սևացել է, կարելի է միանգամից չէ, մենք այդ հատուկ կանոններ կան, եթե արդեն ենք ունեն արևայրուկ, կարող են դիմել արևայրուկից մոտ 2 շաբաթ անց Այո, եւ իհարկե այդ բոլոր խնդիրներին մենք տալիս ենք շատ լավ ու պարզ լուծումներ։ Լավ, երբ մարդը գալիս է, արդյոք ստուգում եք ունի մաշկային խնդիր թե ոչ, եւ որ դեպքերում է խնդրի, որ կարելի է, որ դեպքերում որ ոչ։ Իհարկե, եթե պացիենտը մոտեցավ մեզ, հավաքում է անամնեզ, այսինքն եթե տեսնում ենք ունեք աղջիկների դեռանց աղջիկների դեպքում, եթե ունեն մազահեռացում այնպիսի տեղերում, որոնք հասու չեն կանանց աղջիկներին, դա լինի կզակի հատվածում, փորիկի հատվածում, դեմքի հատվածում, եւ մի փոքր շատ մազահեռացման դեպքում մենք օքսիգեն բժշկական կենտրոնի հետ համագործակցում ենք, ուղարկում ենք այնտեղ, նրանք համապատասխան անալիզներ անցնելուց հետո, եթե չունեն հորմոնային խախտումներ, նմանատիպ այլ խնդիրներ, որոնք առաջացնում են առաջացման process-ին, նպաստում են մազերի առաջացմանը, եթե կան նման խնդիր, այնտեղ ստանում են իրենք համապատասխան բուժում եւ զուգահեռ կատարվում է մազահեռացումը։ Եթե չկա նման խնդիրներ, այսինքն դա ինչ որ գենետիկ ֆոնի հետ է կապված, մեր ազգի մի փոքր գենետիկան, որը նաեւ շատ մազատ է լինում երբեմն, արդեն վերադառնում են մեզ մոտ եւ եթե խնդիր չկա, մենք կատարում ենք մազահեռացումը։ Շատ բարի, այն նշեցիք, որ բացարձակ անցավ է, բայց այս խնդիրը միշտ հուշում է, որ ինչպես է իրականացում, եթե կարելի է ներկայացնել էտապներով։ Գերմանական այդ Venus համակարգ ինքը երկու տիպի լույս է, երկու տիպի էլեկտրական էներգիաներ են, IPL եւ RF, մեկը քայքայում է մազարմատը, մյուսը մազարմատը սնուցող ֆոլիկուլ։ Այսինքն ինքը բացարձակ մազից բացի ուրիշ ոչինչի վրա չի ազդում, այսինքն մաշկի այրվածք չի առաջացնում եւ զուգահեռ դրան ստիպում է որ կոլագեն մաշկ արտադրի, եթե հետեւաբար եթե ունենք ներաճած մազեր, նման խնդիրներ, որից հետո մազերը սկսում են մաշկի տակ ներաճել, հետքեր են առաջանում, մաշկի գույնն է փոխվում դրա հետևանքով, այդ բոլոր հետքերը, վերքերը քիչ-քիչ մաքրվում են ամեն պրոցեդուրայից հետո, մաշկի գույնն է բացվում եւ գնալով սկսում են արդեն վերանալ։ Այսինքն երբ արդեն իսկ մաշկը փչացել է կամ օգտագործել ես այ գործիքներ, թե տանը, ինչպես նշեցիք, ոսկ եւ այլն, կամ սկոչով կամ այլտեղ այրվածք ես արդեն իսկ ստացել, դու կարող եք դա բուժել։ Անեի ջան, սովորաբար մեզ մոտ հիմնական այդ խնդիրներով դիմում են, որոնք փորձել են ամեն ինչ, արդեն ունենք ներաճած մազեր, ունենք հետքեր, ունենք վերքեր, մաշկի վրա, նույնիսկ այրվածքի հետքեր, այո, այդ բոլոր խնդիրները քիչ-քիչ մեզ մոտ ամեն պրոցեդուրայից հետո իրենք էլ են տեսնում ինչպես է փոփոխվում, նույնիսկ զարմանում են աղջիկներ ունենք, որոնք ասում են մենք երբեք առանց կալգոտկա չենք մանեկել ամբրանը։ Հիմա ձեզ դիմելուց հետո օրինակ ոտքերի դեպքում մազահեռացում կատարելու ժամանակ արդեն մենք հանգիստ ամառը վայելում ենք։ Իսկ որ տարիքում չի կարելի։ Չի կարելի մինչև դեռահաս դառնալ, այսինքն աղջիկների մինչև հասունացման փուլը չի կարելի, բայց իհարկե մենք մազահեռացումը կատարում ենք նաև 13-14 տարեկան աղջիկներ ունենք վերին շուրթի հատվածում, նեղվում են դպրոցում, արդեն հիմա բոլոր մի քիչ շատ են, չէ՞, ինձ հետ են, այո, արդեն գեղեցիկ երևալ, այդ դեպքում մարիկները բերում են վերին շուրթի հատվածը, դա բացարձակ անվնաս է, երեխաների համար դա կարելի է, մնացած հատվածների դեպքում 16 լրանալուց հետո, այսինքն հասունացման փուլը անցան, արդեն կարող են մեզ դիմել։ Շատ բարի, մենք տեսնում ենք ձեզ հետ բերել եք նկարներ, եթե կարելի է հասկանալ։ Ես ուզում եմ, ես մեր արդյունքներն եմ բերել, մեր մասնագետների կողմից արված նկարներ։
Օրինակ այստեղ նայենք, սա մեզ դիմաց պացիենտ կան առաջի դեպքում որ եկել է, այս տեսքն է ունեցել, սա Մինչև եւ հետո տարբերակներն այո, մինչև եւ հետո սա երկրորդ այցելությունից հետո, եթե այստեղ նկատում ենք, մենք մազերի քանակն է քչացել, այդ հետքերը, վերքերն են գնալով, բասմել պիգմենտացիան է քչացել, սա երրորդ այցելությունն է արդեն, այստեղ էլ մենք նկատելի փոփոխություն ենք տեսնում, սա չորրորդ այցելությունն է, կզակի հատվածում արդեն գրեթե մազերը չկան, այդ վերքերն են բավականին բացվել, պիգմենտացիան է քչացել եւ պարզ է արդեն 12-12-ից եւ ավել այցելությունների դեպքում մենք արդեն հասնում ենք դրան, որ բացարձակ մազահեռացումը լինում է անվնաս եւ լրիվ մաքրում են այս եւ հետքերը եւ մազերի քանակը։ Որ հիվանդությունների դեպքում է այդ մազերը առաջանում եւ արդյոք դա հիվանդություն է, թե ուղղակի որովհետեւ երբեմն ասում են հորմոնալ ինչ։ Ես դրա համար նշեցի, օրինակ ես այստեղ հենց նկարներ եմ, բերել, հիմա սա այս դեպքում հիրսուդիզմ է նկատվում, այսինքն աղջիկների մոտ, սա աղջիկա ձեռքեր են, աղջիկների մոտ եթե անդրոգենների քանակը շատ է լինում, որոնք համարվում են տղամարդկային հորմոններ, դա բերում է մեծ քանակի մազերի, նկատելի մեծ քանակի աճի, մազերը տեսնում եք խիտ են, երկար են, սև են։ դա հորմոնալ բան է, իսկ կոնկրետ հիվանդություններ կան։ Այո, իհարկե կան, դա ասենք արդեն էնդոկրինոլոգներ, գինեկոլոգներ ոչ մի ինչ տիպի հիվանդություն մենք իրենց ուղեգրել ենք այնտեղ, նա ստացել է համապատասխան բուժում եւ հիմա մենք վերջնական այսպիսի արդյունք ունենք, այսինքն բացարձակ ձերբազատվել է մազերից այս աղջիկը։ Շատ բարի, հետագայում բոլորին նաև հետաքրքրում է առհասարակ մազերը վերանում են, թե ժամանակավոր չկան, որից հետո նորից արթնանում են եւ աճում։ Շատ հետաքրքիր հասվեցիք, Չանայ ջան, այսպես է, մեզ երբ որ դիմում են արդեն պացիենտները, մենք իրենց ասում ենք, օրինակ սկզբից պետք է այցելեն 14 օրը 1, 4 անգամ գալուց հետո 14 օրը 1, արդեն մենք կուրսը երկարացնում ենք, գալիս են 21 օրը 1 եւ վերջում արդեն 25 օրը 1։ Դա կախված մազի աճման փուլից, այսինքն մեզ դիմեցին 10-12 օր հետո, արեցինք պրոցեդուրան, 10-12 օր հետո մազը թուլանում է, մազարմատից դուրս է գալիս։ Մենք չպետք է թույլ տանք, որ մազարմատը նորից ամրանա, նորից է Ընդհանուր մինչև 12, այսինքն սովորաբար 12-ից 13, ոչ ավել, դա կախված է օրգանիզմից, կամ մազի յուրահատկություն, այսինքն մարդիկ կան, որ 5-6 այցելությունից են մազերը ձերբազատում, մարդիկ կան մինչև 12 գալիս են, բայց եթե մենք հարցնում ենք վերջնական արդյունքի, այսինքն եկավ 12-ից 13, 14, ուղղակի հետո արդեն ուշուշ են գալիս, 25 օրը 1, ամիսը 1, այնպես չի, որ ինքը եթե հասավ ինչ-որ արդյունքի մազերը էլ չկան, եթե ասենք օրինակ մի տարի էլ չեն մեզ մոտ գալիս, նորից մազերը առաջանում են, չէ, եթե նրանք չեն գնում, այսինքն հետագայում հորմոնալ խախտումներ չեն ստանում, այնպիսի հիվանդություններ, որոնք նպաստում են մազը առաջացման process-ին, մենք այն արդյունքը, որ ունենք, դա պահպանվում է միշտ։ Իսկ դա լավ, ասես մազը ճնշելը, ասենք վերացնելը, առողջությանը վնաս չի։ Չէ, բացարձակ վնաս չի, որովհետև մենք մազի ֆոլիկուլն ենք քայքայում, այսինքն զուտ մազի վրա, բացի մազից, ուրիշ ոչ մի օրգան համակարգերի վրա, ոչ մի մաշկի վրա կոնկրետ վենուս համակարգը չի ազդում։ Իսկ հետաքրքիր միշտ խոսում ենք կանանց մասին, տղամարդիկ նույնպես ունեն խնդիրներ եւ այսօր սկսել են կարծես թե իրենց հետևել։ Կան այցելություններ ձեզ մոտ։ Իհարկե մեզ մոտ տղամարդիկ են գալիս, հիմնական այտերի հատվածում, պարանոցի հատվածում, ես նույնիսկ նկարներ եմ հենց հետ բերել, եթե կարող եմ ցույց տալ։ Դա օրինակ այս տղան մեզ մոտ հաճախում էր, այստեղ ինքը եկել է այս տիպի մազածայցկությամբ պարանոցի հատվածում, հիմա այստեղ արդեն 4-րդ այցելությունն է, որ եւ մենք տեսնում ենք ինչպիսի արդյունքներ կան, գրեթե ամբողջովին վերացել է եւ գնալով, այսինքն այս պարագայում քիչ կլինի, մինչեւ 12 մինչեւ 12 արդեն կլինի լիվ պիգմենտացիան է բացվել, հետքերը, մազարմատերի տեղեր էլ չեն գերեվում, մաշկն է բավականին լավացել են, եթե ինչ որ մի փոքր դուրս տված հատվածներ լինեն պարանոցի վրա, որոնք որ հիմնական տղամարդկանց մոտ կա չէ, սափրվելուց հետո առաջանում են, դրանք բոլորը այդ խնդիրները վերացնում են ու լուծում են։ Մոտ ակարներից մեջ էլ է մազաշուն, բայց հետաքրքիր է, իսկ այդ սափրվելու մասը հնարավոր չի տղամարդկանց էլի վենուսով վերացնել եւ այլ երբեք հնարավոր է, Անեջան, այնպես չի որ չունենք տղամարդիկ, այո, հիմնական դեռահասների շրջան տղաներն են գալիս, մինչև 25 տարեկան, դե իհարկե ունենք նրանք սպորտսմեններ, մոդելներ, որոնք որ բնականաբար ամբողջ դեմքի, այո, ամբողջ դեմքի հատվածում կատարվում է, այդ կուլտուրան մեզ մոտ մի քիչ արդեն զարգացել է։ Շատ շատերի համար հայ տղամարդը մազոտ չեղավ էլի տղամարդ։ Չէ, Սերգեյ ջան։ Իսկ հետաքրքիր առհասարակ ունեք սայթ էլեկտրոնային հասցե, որտեղ կարող են նաև ծանոթանալ ձեր
նորությունների եւ ակցիաների Իհարկե մենք ունենք Venus Edge Facebook-յան, որտեղ հիմա արդեն կոնկրետ Venus-ում գործում է 30-ից մինչև 50% զեղչ։ Ունենք փաթեթներ, այդ փաթեթները կազմվել են հիմնական մեզ դիմաց, հաճախորդների ցանկությամբ, որ ասենք տեսնենք որ փաթեթներն ավելի ակտուալ, որն է իրենց ավելի հարմար, եւ այդ բոլոր փաթեթները գնային տարբերակներով նաեւ 30-ից 50% զեղչեր, ինչի վրա որ գործում են, բոլոր տեղադրված են մեր Facebook-յան էջում, Venus Facebook-յան էջում։ Այսինքն մարդիկ կարող են ընտրել նաև իրենց ցանկացած փաթեթը, դա ձեռքեր, ոտքեր կամ առանձին։ Այո, կարող են ընտրել եւ մենք արդեն ունենք կոնկրետ ընտրած փաթեթներ, համար արդեն զանգում են կամ մոտենում են մեզ եւ տեղում ինչ փաթեթ որ հարմար է, մենք դա ընտրում ենք եւ կատարում ենք Տղամարդկանց ընտրած փաթեթները որոնք են լինում։ Եթե ձեզ անհանգստացնում են ելերտետողները, անցանկալի մազերը կամ էլ անհանգստացնում են ձեր ընկերոջ անցանկալի մազերը, ամենայն դեպս կարող եք զանգահարել 010 52 63 79 հեռախոսահամարով եւ 077 52 63 79 հեռախոսահամարով։ Նշեմ նաեւ, որ Venus մազահեռացման ստուդիոն գտնվում է Կորյուն 19A հասցեում Ցիտադելի դիմացի փողոցն է դա, բոլորին տեսանելի, էկրաններին նույնպես տեսնում ենք հեռախոսահամարները, կարծում եմ սա շատ լավ նվեր կլինի ակցիաները բոլոր կանանց աղջիկների, ինչու ոչ տղաների համար նույնպես։ Իսկ մեր հյուրներ Venus մազահեռացման ստուդիոյի բժիշկ Աշխեն Դանելյան, խնդրեմ վերջին։ Անեն ջան, քանի որ դուք եք վերադարձել նոր հանգստից, այլ մեր առաջին եթերն էր հանգստյան շրջանից հետո Venus ստուդիոյի կողմից մենք ձեզ ունենք նվերներ, այո նվեր քարտեր, ես այսպես պահեմ, որ բոլորը տեսնեն։ Սա ես մի վարքան այստեղ սա ես ձեզ եմ հանձնում 12 այցելություն ձեր ընտրած հատվածի մազահեռացում դուք արդեն հատվածը կընտրեք կմոտենաք ինչ պետք է հեռացնի դե արդեն ինքը կընտրի տեղում ինչ կանի ես այլ ձեզ ենք հանձնում ինձ այո դուք էլ կորոշեք հատվածը կմոտենաք կատարի մազահեռացումը Venus-ը ուզում է ինձ կապիկից վերադարձի դեպի մարդ ես եւս մեկ անգամ հիշեցնեմ մեր հյուրներ Venus մազահեռացման ստուդիոյի բժիշկ Աշխեն Դանելյանը, շնորհակալ ենք ձեզ զրույցի համար, մեզ մոտ կոմերցիոն դադար է։ Գովաստ